Այս մեթոդն ինձ օգնեց այս տարի քննություններից պատրաստվել առանց գժվելու։ Մոռացի վերջի օրը ամբողջ գիտելիքի ծավալը ուղեղի մեջ խցկելու մասին։ Ես հիմա օգտագործում եմ 3 հստակ քայլ քննությանը նախորդող շաբաթների ընթացքում։ Երրորդը նորությունն է։ Առաջին, ես ծանոթանում եմ նյութի ամբողջական ծավալի հետ Notebook LM-ի միջոցով։ Ամեն լեկցիայի համար գեներացնում եմ թեստեր։ Թեստի շնորհիվ հասկանում եմ, թե ինձանից ինչ է ակնկալվում իմանալ քննությանը պատրաստվելու համար։ Երկրորդ, ես թույլ եմ տալիս բարդ կոնցեպտները հասկանալ մի քանի փուլով, այլ ոչ թե միանգամից։ Չհասկանալու զգացողությանը թաշվելը օգնում է ինձ խնայել նյարդերս, իսկ հասկանալ փորձելու արդյունքում օրեր անց հասկանալը անխուսափելիորեն գալիս է։ Երրորդ, ես կիրառում եմ բազմազգայական ուսուցում։ Ուղեղի որքան շատ զոնաներ ներգրավվեն ուսման process-ի մեջ, այնքան խորը կտպավորվի նոր նյութը։ Նույն թեման ես համ կարդում եմ, լսում եմ, նայում եմ վիդեոներ, գծագրում եմ կոնցեպտուալ սխեմաներ, անցնում եմ թեստեր ու քննարկում եմ կոնցեպտները ընկերներիս հետ։ Իհարկե, շատ ներգրավվածությունը նաև շատ ավելի շատ մտավոր ռեսուրս է պահանջում, ու կարևոր է ունենալ հստակ առաջնահերթություններ սովորելիս։ Եթե վիդեոն հավաքի 120 լայք, կկիսվեմ նաև Notebook LM-ի իմ գործածություններով։